Այս պեյզաժը հրաշքա բոլորի համար կազակաշիտ։ Մեր ժողովուրդը 92%-ը գիտեն ցանուցը կազակա։ Որ գազը կազակ պապի էսկոմեն կոմելի, չգիտեմ որ էս անուն ունեն։ Անդագրով ես Գյորգի եմ ընդհանրապես, նենց ժորային ասել, ինչ որ արել եմ իմ հողի համար, իմ ազգի համար, մենակ պահեն որ թուրքը չգաստե վայելի։ Մանկության ցանկություններ, որ փոքր ժամանակ ամրան արտագործներ են դպրոցական Մետրոսիկով ոտաբոբիկ սոված փորով գալիս ենք այս կոլխոզի ագեները թութմութ ենք ուտում սեփ թութը գցում ենք երեսներից այս կողերին մողերին գցում ենք պապազների նման փորներս ենք շտացնում Ոտեն այս մանկության երազանքը տեղը որ մեծանամ ստեղ պետք է այգեկցեմ, տուն պետք է սարքեմ, ստեղ պետք է ապրեմ 23 տարեկան հասակում գնացի Պետերբուրգ, սիրեցի այդ քաղաքը, մնացի այնտեղ, ամուսնացա, ստեղծեցի ընտանիք, բայց իմ մանկության այն եղձերը միշտ ինձ ուտում էին, որ պետք է գայի, ու թոշակի անցնելուց հետո կնոջս հետ պայմանավորվել էի միջայլոց, որ ինքն էլ պետք է գա, ու արդեն եկավ այն մենի տարել սպասեցի Յուղացի համբոյտան կռիվների նման որ գեկորեն քաղաք են տանում տեսա որ ինքը մտադրություն չունի գալու եկա ու սկսեցի աշխատել ու անում եմ իջև հիմա Աստծո օգնությամբ այդքան անցարկված է աշխարհի բոլոր ծայրերը ստեղ գալիս են բոլոր կանտիններից գալիս են հիանում են սիրում են, ինձ ասում են բարի խոսքեր, ես էլ տկվում եմ, միայն խնդիրն է, որ հեռու է կենտրոնից, գնալ գալը երկարա ծանրա, ռուսերեն մի հատ սենց խոսք է, ասում են ինչ գիտես անել, ասում է на все руки от скуки, իմ աշխատանքային գրքույկում կա 35 զապիսկա, որ տաբիր մասնակի ամեն ինչ արել եմ, ամեն ինչ, ամեն առաջինը բանվոր, սևագործ բանվոր, բերնակիր, ստելեսար, սվաղչի, պատշար, մալյար, հնոցապան, մեխանիկ, վարորդ, տրակտորիստ, մեր տակով, որ Բաքու Երևան գիծներ գնում, Գիծ իմի չկա, գիծը քարուքան են արել, վաճառել են, թալանել են, մի թուրքը մեզ ստիպում է, որ մենք այս գիծը գցենք, ինքն էլ առանց ստուգման, առանց բանի գա գնա Նախիջևան։ Դա մեզ դեռ չի տա, որ մենք կորցնենք Սյունիքը, հիմնով ենք կորցնենք, որովհետև թուրքի նպատակն է, թուրքը գնում է Պարսկաստանի այն ճանապարհով գնում գալիս է։ Թողել է գնա, իրանց Սյունիքն է պետք գրավելու, եթե այդ ճանապարհը այդ իրանց ուզած ձևով մենք իրանց տանք, հայերը ստեղից գնալու են, թուրքերը ստեղ լցվելու են, ըստի արդեն Սյունիքի հարցը փակվում է, որտեղ Սյունիքը փակվում է, ոնց որ Ղարաբաղի ժամանակ ասում են, շուշեն կորցնելուց հետո կորցնենք Ղարաբաղը, Ղարաբաղը կորցնենք Հայաստանը, ինչ որ ասել է Մոնտեն, դա արդեն կատարվեց, Աստվածյանի հաջորդելնի Սյունիքը, Սյունիքու հետո Մեղրին, Մեղրին հետո Հայաստանը, դրա համար պետք է համախմբում ենք, իրար սիրենք, իրար չնախանձենք, իրար օգնենք, իրար լսենք, որ կարողանանք տակից դուրս գանք։ Մենք չունենք լավ ղեկավարություն, որպեսզի համախմբի ժողովրդին։ Եթե ասենք ազգային ժողովում իրար ասում են գողփիսով մեկ քաչալ շունը իրար երբեք ոչ մի բան չլի իրանք առանձին նստեն ստեղ մի ազգ ենք մի արուն ասում իրար գնացում չեն կարող պայմանավորվել ոչ մի բան չեն անում 7 տարի մեր կառավարությունը կա այդ ջրի հարցը կա հեսա եկավ հունիս ամիս ջուրը արդեն կհոսա արաքսը կգնա թուրքի ծովը մենք կմնանք առանց ջուր այս տարերս որ չորանում են ինձ համար դա ամենա
ամենասարսափելի իրավիճակն է, ես կգժվեմ։ Եկան կողով դանցան մի 20 մեքենա, ամեն մեքենան մի 100-200 հազար դոլարանոց իրար հետևից։ Մի 10 րոպե դրանց հոսքը չկա, ասեն թամբյորա կանգնած է։ Ասեն ինչ է անում։ Ասեն ձերով է անում էլի։ Ոչ թե ստենց է անում, այ ստենց է անում էլի։ Էդա, մենակ ասում ենք կանենք։ Իրա պատճառով է, որ շատերը մեզանից երես են թեքել, այդ ինձ ասել։ Մենք պետք է իմանանք ում ենք դաշնակցություն անում, ինչի համար եւ ուր են գնում։ Այդ մենք պետք է դուք իմանաք ուր են գնում։ Հարևան Իրանը մեզ շատ հարազատ, դրանք են մեզ պահում հիմա։ Այս սահմանի հարցը իրանք են մեզ ավելի շատ պայքարում, քան մենք։ Իրանք, որտեղ իրանց 20-25 միլիոն թուրք կա, ազերի, նրանք որ գետը անցան, առանց զենքի սենց կոխրճելով միջև Բաղդադաշեն կգնան կհասնեն։ Մեր ազգը շատ տաղանդավոր ազգ է, եղել կա ու կլինի, բայց համախմբվածություն մեր եղել է տարբեր ասենք Թուրքիայի վիլայեթներում մեկը ասել է գնանք հանձնվենք, մեկը կռվենք, չի եղել համախմբվածություն, չի եղել, միասնություն չի եղել, հիմա էլ շարունակվում։ Շարունակում է հենց կենտրոնից, հենց ազգային ժողովում, որ չեն կարող գան մի եզակի բանի։ Մեկը դավաճան, էլ մեկը սպեկուլյանտ, էլ մեկը կապիտուլյանտ, այդեն երբեք մենք ոչ մի բանի չենք հասնի։ Թուրքը միշտ ասել է, հայ վերջի խելքը իմը լիներ։ Թուրքերը մեր վերջի խելքը տարան։ Մենք պետք է ուժել ենք։ Խելքները զոր տանք, զինվենք, այնպես զենք պետք է ունենանք, որ իրենք վախենան։ Առաջինը դա պետք է լինի։ Պետք է հզորանանք։ Նոր արդեն այս բարեկամությունը սկսի առանց հզորության ոչ մեկը նվազին ոչ մեկը չի սիրում նվազին ուզում է կինը տալի ուզում է ամուսինը տալի եթե իմ դեպի ստաղը պետք է նվա դա բատա պայմանագիրը խնդրելով չի պայմանագիրը պետք է երկկողմանի հավասար պարիտետ պայմաններում որ մենակ խնդրող ասում են այսօր տալիսա ընտուր սրանց ծրագրի սա պետք է անես համադրությունը պետք է փոխես հենց դեռ արդեն իջացնում են ազգին ղեկավարից սկսած բոլորին ինքը ասում է որ կռիվ չլինի մենք պետք է գնա նշաձողը պետք է իջացնենք բավա բարձրացնել դու իջացնում ես ինչքան իջացրեցին կռվից հետո որտեղ պետք է պայմանագրի նոյեմբերի 9-ի գրված էր որտեղ կանգնած էր այնտեղ սահմանը եկան հասան Ղափան դրոշը դրել են Ղափանի аэропորտի դեմը մտել են ջերմուկ այնտեղից նայում են ջերմուկը ոնց են այնտեղ բանանում այդտեղ երբեք պայմանագիր չի լինում այն երեխեքը լրիվ նվիրվեցին այն վերջի մամային պապային զանգել ասել հեսա երկու վարգյանից թուրքարտեն մոտենում նրանք չիմացան թե ինչ է մեր վիճակը հիմա իրանք գնացին իրանք կյանքը նվիրեցին բայց մեր մեջ էլ մի սենց բան կա միջև մենք մեր ազգի մեջ ասեն Ղարաբաղցին էսա մեղրեցին այնա աբարանցին այնա գյումրեցին այնա մենք ենք մեզ յարլիկներ կպցնում իրար ատելություն ենք սերմացնում ինչքան մարդիկ են եկել ես Ղարաբաղը շատ եմ սիրել ինչքան մոտ հյուրեր են եկել բոլոր են տարել եմ Ղարաբաղ ման եմ եկել նրանց հյուրասիրությունով շուկայից մտում արի մի հատ ուղի խմի արի ես մանից կեր ես մեկը ձրի ես ժանգալով հացը տակ առկեր բան իրար սիրել իրար գուրգուրել իրար օգնել իրար հասնել իրար նվիրվել շատ երեխա ունենալ նվիրել բանակին կաշառներ չտային որ բանակից իրանց ես իմ երեխան ծնվել է Պետերբուրգում 92-93 թվին որ Ղարաբաղին առաջ պատերազմը գնում էր նոր գալիս եմ տուն իմ ռուսկին ասում է Левон говорит хочет поехать это Карабах воевать ты поговори с ним я согласен ой это я горжусь им таган տենց բան խոսում եկը տանաչել իրեն եկավ կանչից ստենակ ասեմ ինչ եղել ասում է да папа ասում է а что я тоже хочу ասի դու ասի сынок ты подожди ասի հալա իմ հերթնա ես ժամանակ մի 50 քանի տարեկան է 47-48 տարեկան չեմ հիշում ասի ես պետք է գնամ ինձանից հետո որ պետք է արդեն դուք գաք
Ջահելները 30-40%-ն են բանակ գնում։ Տոկիստրանից օրինակ վերցնենք ոնց են աղջիկները գնում բայովոյն են գնում են կռվում են։ Մեր աղջիկները դրանից պակաս չեն մեր ազգի։ Իսկ տղաները, ծնողները 10,000 դոլարներ տալում են տալիս են իր երեխուն հիվանդ են հանում։ Այդ հիվանդ լակոտ եմ ասում։ Դրան պետք է ոչ մի աղջիկ չգնա, որ ինքը չի ծառայել, որ ինքը կոնդիցիա չի, ինքը ամուսին լինել չի կարող։ Տղամարդը պետք է գնա կռվի, պաշտպանի իր մորը, իր քրոջը, իր երեխային, իր հողը, նոր ինքը իրավունք ունենա տղամարդ կոչվելու։ Մենակ կին առնելով չի ինքը տղամարդ, ինքը պետք է իր հողն էլ պահի։ Մեր հատուկները ինչ որ արել չեն արել որ հիմա սրանք դաշբաշան են կամ ցերեն իրանց բանի համար այդպես տղաներ հերոսները պետք է ծնվեն որ մեր ազգը դրանցով պարտենա երկեր հորինի իրանց համար ոնց են երգում Անդրանիկ ոնց են երգում Գևորգ Չավուշ եւ մյուսները դա դրան գալու են ուղղակի ես կուզենայի ես էլ տեսնայի դա էլի Սովորաբար տելերյանները պետք է ծնվեն, հիմա մոթեները պետք է ծնվեն, անդրանիկները պետք է ծնվեն, ծնվեն, որ իրանք սերն մեզ դուխ տալը, հոգի տալը, բարձրացնելը, չկան, հիմա այդ մարդիկ պետք է նորից ծնվեն, ու ծնվել են, հաստատ ծնվել են, արդեն ծնվել են, արդեն դրանք մեծանում են արդեն։